ասաց, որ մեր եկեղեցում կան 4-5 բարձրաստիճան հոգևորականներ, ովքեր թաթախված են այդպիսի իրավիճակներում, ես բառացի մեջ բերեցի։ Հետո ասաց, որ հետո պարզաբանեց, ասաց, որ ինքը հոգևորականներին մանկապիղծ չի անվանել։ Դուք ինչպես եք հասկացել իր այդ հայտարարությունը եւ արդյոք այդտեղ քրեաիրավական հետևանքներ պետք է լինեին Ալեն Սիմոնյանի հայտարարությանը հետևող։ Ուրեմն ձեր նշած անձը եղել է իմ միջակ ունակություններով ուսանողներից մեկը, որը մի կերպ է իմ առարկան դրական գնահատական ստացել։ Նա ընդհանրապես կապ չունի իրավաբանության հետ։ Եվ այսօր, եթե մենք իսկապես ապրենք իրավական երկրում, որովհետև Սահմանադրության առաջին հոդվածի համաձայն Հայաստանը նաև իրավական պետություն է։ Հիմա այդ հայտարարությունը պետք է իրավապահ մարմինները հիմք ընդունեին քրեական բարույթ հարուցելու համար եւ նրան կանչեին որպես վկա, որովհետեւ մանկապարտության մեջ մեղադրելը սա տաներ հանցագործություն է, պետք է նրան վկա որպես հարցականներ։ Իսկ արդյոք ինքը հարցականնվել է որպես վկա։ Բնականաբար ոչ։ Դրա համար էլ ինչ ուզում խոսում են։ Այսօր իշխանությունը իրենց ձեռքն է, ինչ ուզում խոսում են։ Ու անպատիժ են մնում։ Էլի շատ նման դրսևորումներ կան։ Ալեն Սիմոնյանը վերջերս որ նշանվել է, սկսել է ինչ-որ իրան դուխով տղուտեղ դնել։ Ու ում հանդեպ ինչ ուզում խոսում է, ում նկատմամբ ինչ գնահատական ասես տալիս է ում վերաբերյալ։ Եվ իրավապահ մարմինները ցավոք սրտի լուր են։ Այսինքն խախտվում է այստեղ Սահմանադրության 28-րդ հոդվածը համաձայն որի բոլորը հավասար են օրենքի առաջ։ Հիմա եթե ես նման հայտարարություն հեղինակեմ, անմիջապես իրավապահ մարմինները արձագանքեն իմ հայտարարությանը եւ կգան իմ հետևից։ Թող գան, բարով գան, ոնց կգան, նենց է կգնան, դա չի խնդիրը։ Բայց ինչի այսօր Ալեն Սիմոնյանը չի